գտնվում ենք Սպիտակ համայնքի հարթագյուղ բնակավայրում։ Այստեղ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է կրթահամալիր 144 տեղազորությամբ դպրոցի եւ 80 տեղազորությամբ նախակրթարանով։ Տվյալ համայնքում, տվյալ բնակավայրում համայնքի կողմից սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են նախորդ տարիներին նաեւ խմելու ջրամատակարարման, ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ, կառուցվել են ջրամբարներ, իրականացվել է բնակավայրի գազաֆիկացում, 25 թվականին նախատեսված է նաև ասֆալտապատման աշխատանքներ տվյալ բնակավայրում, կարելի ասել թե սուբվենցիոն ծրագրերի գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ծրագրերը տվյալ բնակավայրում կյանքի են կոչվում կառավարության համաֆինանսավորմամբ, դարձյալ բնակիչների կյանքի որակի վրա էական ազդեցություն թողնելով, տվյալ կրթահամալիրի կառուցումով բարենպաստ կրթական պայմաններ կստեղծվեն թե տվյալ բնակավայրի երեխաների համար, թե հարակից բնակավայրերի երեխաների համար, որոնց տրանսպորտի հարցով դարձյալ կլուծվի իրենց տեղափոխման հարցը եւ աշխատանքցիներական աշխատանքների ընթացքում աշխատատեղեր են ստեղծվում դարձյալ թե տվյալ գյուղի բնակիչների համար, թե հարակից բնակավայրերի Մենք գտնվում ենք Լոռու մարզ Սպիտակ համայնք հարթագյուղ բնակավայրում։ Ես հարթագյուղ բնակավայրի վարչական ղեկավարն եմ Աշոտ Գաբրիելյան եւ մի փոքր ներկայացնենք հարթագյուղի մասին։ Նախ ասեմ, որ հարթագյուղը հիմնվել է 1802 թվականին, ըստ պատմական տեղեկություն, մինչև 1828 թվականները այդ տարիներին է կառուցվել նաեւ հարթագյուղում գտնվող միակ եկեղեցին, Սուրբ Նարեկ եկեղեցին, որը ունեցել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ հանդիպում է նաև Սուրբ Ստեփանոս անուններով, բացի Սուրբ Նարեկ եկեղեցում հարթագյուղում կա եւս 7 մատուռ, որոնք գտնվում են մի գծի վրա, Սուրբ Ճգնավորից մինչև Սուրբ Հովհաննես հատվածում ունենք 7 մատուռներ։ Եվ հարթագյուղը հարուստ է պատմամշակութային տարբեր կոտորներով եւ հուշարձաններով։ Ունենք Տիսական խոյ, դամբարանադաշտ, բնակատեղի 5-րդ դարի, 13-րդ դարի բնակատեղի, բագեր կոչվող սրբավայրը եւ մի քանի այլ հուշակոտորներ։ Եւ հարթագյուղում իրականացվել են տարբեր ծրագրեր, զարգացման ծրագրեր, խոսենք ամենակարևոր խնդիրներից խմելու ջրի հետ կապված աշխատանքը, որ իրականացվեց ընդհանուր նոր գյուղում փոխվեց խմելու ջուրը, երկաթային համակարգից անցում կատարեցինք նորագույն տեխնիկական պոլիէթիլենային համակարգով խողովակների ներդրման եւ ընդհանուր նոր գյուղը ունի նոր խմելու ջրի համակարգ։ Հաջորդ տարում իրականացվեց գազաֆիկացման աշխատանք, ունենք փողոցներ, որոնք գազ չունեն, 21-րդ դարում գազ չունեցող փողոցներ եւ արդեն գրեթե գյուղը փակված է գազի խնդրով եւ այս բոլոր ծրագրերը իրականացվում է պետության եւ համայնքի համաֆինանսավորմամբ։ Ունենք այս պահին գործող մի քանի ծրագրեր, որոնք իրականացվում են, երկու խմելու ջրի ջրամբար է կառուցվում հարթագյուղում, ավարտվեց արդեն ոռոգման ցանցի կառուցման աշխատանքը մոտ 1 կիլոմետր եւ կես երկարությամբ, կառուցվում է նաեւ իրականացվել է նաեւ ասֆալտապատման աշխատանք։ Բացի դրանից նաեւ իրականացնում ենք նոր դպրոց մանկապարտեզ եւ կրթահամալիրի կառուցման աշխատանքը պետական միջոցներով ֆինանսավորմամբ, ինչը մեծ բում է հարթագյուղի համար եւ անսպասելի նվեր կառավարությունից հարթագյուղին։ Պետք է նշենք, որ սա հարթագյուղում մնալու երաշխիքներից մեկն է, երբ որ ունենք կայուն կրթություն եւ ունենք զարգացող համայնք, բնականաբար երիտասարդությունը ձգտելու է մնալ հենց տեղում, տեղի բնակավայրում։ Ինչը երևում է վերջին տարիներում մեր երիտասարդների թիվը բավականին մեծացել է համեմատաբար օրինակ 10 տարի առաջվա հարթագյուղի հետ։ Երիտասարդ գյուղ է, ինչը շատ կարևոր է եւ ողջունելի է։ Գտնվում ենք Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում, այստեղ կառավարության ֆինանսավորմամբ 300 դպրոցների ծրագրի մեջ ներառված հերթական դպրոցն է կառուցվում, Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, նախագծային հզորությունը 288 աշակերտի համար է նախատեսված, ամբողջական ֆինանսավորումն իրականացվում է կառավարության միջոցներով, այժմ ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները եւ հիմքերի ամրանավորման աշխատանքները։ Հարակից տարածքում գործում է նաև մանկապարտեզ, որը նույնպես պետական միջոցներով նախատեսված է հիմնանորոգել։
արդեն իսկ դիմել են կառավարությանը, մեր վարչապետին եւ նախնական համաձայնությունը կա, շուտով արդեն պատրաստ կլինեն նախագծանախահաշվային փաստաթղթերը եւ արդեն կանցնենք բուն շինարարական աշխատանքների։ Տվյալ ծրագրով 5 դպրոցի կողքը կառուցվում է նոր դպրոց, արդեն իսկ նոր հագեցած անհրաժեշտ բոլոր դասասենյակներով, ինչը էապես կփոխի թե աշակերտների կյանքի որակը, թե իր ծնողների, թե դասավանդող ուսուցիչների, որոնք նորովի նոր մեթոդներով, նոր շենքում կդասավանդեն, անհրաժեշտ գիտելիքներով կապահովեն աշակերտներին եւ կարելի է ասել, որ տվյալ նոր կառուցվող դպրոցը ոչինչով չի զիջի Երևանի կենտրոնում գտնվող յուրաքանչյուր դպրոցի։ Գնում ենք Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում, այստեղ հետխորհրդային տարիներից հետո կարելի է ասել վթարային մանկապարտեզ է գործել կիսով չափ եւ միջնորդություն ենք ներկայացրել համայնքի ղեկավարի խնդրանքով կառավարությանը, անձինս վարչապետին, տվյալ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները պետական բյուջեի միջոցներով իրականացնելու համար եւ մեր խնդրանքը հաշվի առնվեց, դրական արձագանք ստացավ եւ տվյալ պահին իրականացվում են նախագծանախահաշվային աշխատանքները, արդեն ամփոփման փուլում են եւ դրանից հետո մանկապարտեզի շինարարական աշխատանքները կիրականացվեն, որից հետո մանկապարտեզը կարելի ասել կգործի ամբողջ զորությամբ եւ գյուղին կհաղորդի նոր կյանք, նոր մանուկներ կարողանան հաճախել մանկապարտեզ եւ հարակից բնակավայրերից նույնպես հնարավորություն կունենան երեխաները ներկայանալ նոր ժամանակակից պայմաններում մանկապարտեզ։ Նոր մանկապարտեզով երեխաների մեջ ձևավորվում է նոր մտածելակերպ, այսինքն տեսնելով իրենց շուրջ բարեկարգ պայմաններ, նոր կառուցված շենք, երեխաները ճիշտ դաստիարակություն են ստանում եւ կարելի է ասել, որ նման կերպ կյանք են մուտք գործում, հետագայում իրենց ուսումը շարունակում են ամեն մեկը իր մասնագիտությամբ, ապագա ոստիկան, ապագա տնտեսագետ, ապագա բժիշկ եւ զբաղմունքությունը սկսելով բարեկեցիկ պայմաններում իրենք շարունակում են նման կերպ։ Արտակ Մաթոսյան, Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, ճանապարհների կառուցման աշխատանքները կարևորագույն նշանակություն ունեն ընդհանուր կենսամակարդակի բարձրացման համար, ինչքան որ ճանապարհ կառուցվում է Լոռու մարզում, ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում, առավել եւս Սպիտակ համայնքում, այնքան ավելի բարձրանում է կյանքի որակը, այժմ կառավարության եւ միջոցներով լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, հիմնականում ճանապարհների ենթակառուցվածքների հիմնանորոգման, վերանորոգման ծրագրերով, որովհետև ճանապարհը այսօր ունի կենսական նշանակություն համայնքի եւ ընդհանուր Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ Կառուցվում է ոռոգման համակարգ, բաց եւ փակ համակարգով, որը նպաստելու է գյուղատնտեսության զարգացմանը։ Գյուղատնտեսության համար առավելագույն կարևոր նշանակություն ունի ոռոգման ջրի մատակարարումը, տարիներ շարունակ չի եղել ոռոգման նորմալ համակարգ, այժմ կառուցվում է եւ կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։ Շարունակելով ներկայացնել Լեռնանց բնակավայրը, ուզում եմ ներկայացնել, որ Լեռնանց բնակավայրում ներկայումս ընթանում է 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված ոռոգման ջրամբարի կառուցման եւ ոռոգման ցանցի արդիականացման ծրագիրը հաստատվել է ծրագիր, որով պետք է կառուցվի գեոմեմբրանային ջրամբար մոտավորապես 6000 խորանարդ մետր տարողությամբ։ Նորից բարի առավոտ բոլորին, այժմ մենք գտնվում ենք Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի գերմանական թաղամասում, շարունակելով գյուղատնտեսության թեման, ցանկանում եմ նշել, որ առաջնահերթություն է տրված նաև աղետների ռիսկերի նվազեցմանը, որի նպատակով իրականացվել են հակակարկտային կայանների տեղադրում, որոնք իրենց հերթին նվազեցնում են բնական աղետների ռիսկերը։ Հակակարկտային կայանները շատ կարևոր են գյուղատնտեսության զարգացման համար։ Այդ իսկ պատճառով համայնքը ձեռնամուխ է եղել տեղադրել հակակարկտային կայաններ։ Հակակարկտային կայանների տեղադրումը կարևորվում է նրանով, որ գյուղացին վերցնելով գյուղատնտեսական մշակում է իր հողատարածքը, սակայն չունի այն ապահովագրությունը, որ կարկուտի հետևանքով չի տուժի բերքը։ Տեղադրվել են հակակարկտային կայաններ եւ այժմ գյուղացին իրեն ապահով է զգում, քանի որ իր ներդրած լուման կարող է ամբողջությամբ տեղին արժանացնել։
Բարև ձեզ, մենք գտնվում ենք Արևաշող բնակավայրի մինի ֆուտբոլի դաշտի մոտ։ Ինչպես նշեցինք, կարևոր է ենթակառուցվածքների կառուցումը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև ժամանցային կենտրոնները եւ սպորտային կառույցների կառուցումը։ Համայնքապետարանի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվել են այսպիսի կառույցները եւ ձեռնամուխ են եղել վերակառուցել Արևաշող բնակավայրի մինի ֆուտբոլի դաշտը։ Դաշտը վերանորոգվել է 2024 թվականին, ամբողջությամբ փոխվել է խոտածածկը եւ հարմարեցվել է պահանջվող չափորոշիչներին։ Այն կարևորվում է նրանով, որ այս համայնքի բնակիչները, երեխաները ունենան զբաղվածության տեղ եւ ունենալով մեծ ցանկություն զբաղվել ֆուտբոլով, չունեին հարմարավետ դաշտ, այդ իսկ պատճառով ձեռնամուխ եղանք հիմնանորոգել այս մարզադաշտը եւ ստանդարտներին համապատասխանեցնել։ Այժմ մեծ հաճույքով երեխաները գալիս են այստեղ պարապմունքի, անցկացնում են իրենց ազատ ժամանակը։ Հույսով ենք, որ կառուցելով այսպիսի մարզադաշտեր կունենանք ապագայում մեծ ֆուտբոլիստներ, որոնք այլ ավելի մեծ ճանաչում կբերեն մեր հայ ազգին, մեր Հայաստանին, առավել եւս Սպիտակ համայնքին։ Այժմ մենք գտնվում ենք Արևաշող բնակավայրի միջնակարգ դպրոցում, որտեղ մեծ թափով ընթանում է հիմնանորոգման աշխատանքներ։ Դպրոցը ներառված է կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ հիմնանորոգման վերանորոգման ծրագրի շրջանակներում։ Այստեղ իրականացվում է դպրոցի հիմնանորոգում, դպրոցը կառուցվել է երկրաշարժից հետո, սակայն կարիք ուներ հիմնանորոգման եւ ընդգրկվել է այդ ծրագրի շրջանակներում։ Ինչպես գիտենք, Սպիտակ համայնքում ընդհանուր առմամբ ընդգրկված է 8 դպրոցներ, որոնք հիմնանորոգման ծրագրի մեջ են, որից մեկը Արևաշողի միջնակարգ դպրոցը։ Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում եւ հույսով եմ, որ մինչև տարեվերջ կավարտենք դպրոցի հիմնանորոգումը, որպեսզի երեխաների համար ունենանք ավելի ժամանակակից եւ ստանդարտներին համապատասխան կրթօջախ։ Դպրոցների հիմնանորոգումը, վերանորոգումը եւ զրոյից կառուցված դպրոցները ունեն կարևոր նշանակություն հասարակության հետագա զարգացման համար։ Երեխան, որը հաճախում է ժամանակակից վերանորոգված դպրոց կամ մանկապարտեզ, ունենում է այլ ավելի բարձր զարգացվածության մակարդակ եւ կարող է հետագայում ունենալ ավելի բարձր կրթություն, ստանալ ավելի բարձր կրթություն եւ հասարակությանը լինել պիտանի։ Յուրաքանչյուր հիմնանորոգված դպրոցում ավարտած երեխա մեր ապագան է, որը կարող է լինել մեր ապագա զինվորը, ապագա քաղաքագետը կամ ապագա ոստիկանը։ Դրանով մենք բարձրացնում ենք ժողովրդի կենսամակարդակը, որպեսզի հետագայում 10-20 տարուց ունենանք ավելի կրթված եւ ավելի զարգացված հասարակություն։ Մենք այժմ գտնվում ենք Արևաշողի դեպի Գերեզմանատուն տանող ճանապարհի վրա, որը հիմնանորոգվում է նույնպես սուբվենցիոն ծրագրով 2024-25 թվականների հաստատված սուբվենցիոն ծրագրով։ Ճանապարհն ունի կենսական նշանակություն, քանի որ դեպի Գերեզմանատուն տանող միակ ճանապարհն է եւ գտնվում է ոչ բարեկարգված վիճակում, կռունտային ճանապարհ էր եւ դժվար անցանելի։ Նախատեսվել է իրականացնել դեպի Գերեզմանատուն տանող ամբողջ ճանապարհի երկարությամբ տուֆապատման աշխատանքներ, ինչպես նաև ջրահեռացման համակարգի անցկացում։ Ճանապարհին զուգահեռ կառուցվում են նաև նրբանցքները, որոնք կապում են այս գլխավոր ճանապարհը կենտրոնական ճանապարհի հետ եւ այս ճանապարհներից օգտվում է բնակչության գրեթե 1/4-ը։ Այն ունի այնպիսի նշանակություն, որ այստեղով է անցնում դեպի դպրոց եւ մանկապարտեզ տանող ճանապարհը։ Ճանապարհի վերանորոգման հետ կապված կարող եմ ասել այն, որ սա բնակչության համար շատ կարևոր էր, դիմել էին խնդրանքով համայնքապետարան, որպեսզի վերանորոգվի դեպի դպրոց, դեպի Գերեզմանատուն տանող ճանապարհը։ Ընդառաջ գնալով բնակչության խնդրանքին ծրագրի մեջ ընդգրկվեց նաև այս ճանապարհը եւ հավանության արժանացավ։ Հիմա դատելով բնակչության գոհունակությունից կարելի է ասել, որ ծրագիրը ի կատար է ածվել, չնայած որ այն դեռ շարունակվում է։ Ունի նաև զարկերակային մի քանի նրբանցքներ, որոնք նույնպես նախատեսվում է հիմնանորոգել եւ դրանք ել ավելի կբարելավեն ժողովրդի տեղաշարժը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ազատ երթևեկը։
Ներկա պահին մենք գտնվում ենք Սպիտակ խոշորացված համայնքի արևաշող բնակավայրի կենտրոնական ճանապարհի վրա, որը հիմնանորոգվել է 2022-2023 թվականների սուբվենցիոն ծրագրով 2 փուլով։ Ճանապարհն ունի մոտ 1 կիլոմետր երկարություն, ճանապարհին զուգահեռ կառուցվել է նաև ջրահեռացման համակարգ, որը ծառայում է նաև որպես ոռոգում։ Ճանապարհը մինչև հիմնանորոգել է գտնվում էր շատ վատթար վիճակում, նույնիսկ այս թաղամասի բնակիչները զրկված էին հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորությունից, քանի որ ոչ մի տեսակի հասարակական տրանսպորտ երթուղային տաքսիներ չէին բարձրանում այս թաղամաս, իսկ հիմա ճանապարհի ասֆալտապատումից հետո ունենք դրական տեղաշարժ, այստեղ հասանելի է հասարակական տրանսպորտը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, որը նույնպես նպաստում է։ Ինչպես ներկայացրեցի նախորդ ռեպորտաժներում, ճանապարհների շինարարությունը մեծ թափով ընթանում է եւ այն ինչ կատարում է վերջին 6-7 տարիների ընթացքում երբևիցե նման տեսակի, նման ծավալի շինարարություն ճանապարհաշինության ոլորտում չի իրականացվել մեր հանրապետությունում, հատկապես Լոռու մարզում եւ Սպիտակ համայնքում։ Այն ինչ ձեռնարկվում է հիմա կրելու է շարունակական բնույթ եւ մեծ ծավալով ընթանալու են ճանապարհաշինական աշխատանքներ։ Մոտակա տարիներին չի լինելու այնպիսի երկրորդական ճանապարհներ, որոնք վերանորոգված կամ հիմնանորոգված չլինեն եւ ունենալու են կարեւորագույն նշանակություն։ Ողջույն սիրելի ժողովուրդ, այժմ մենք գտնվում ենք Սպիտակ խոշորացված համայնքի արևաշող բնակավայրում, որտեղ նույնպես մեծ ծավալով ընթանում են շինարարական աշխատանքներ։ 2024-25 թվականներին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերով ընթանում են մի շարք փողոցների տուֆապատման աշխատանքներ։ Ներկա պահին մենք գտնվում ենք արևաշող բնակավայրի գերմանական թաղամաս տանող ճանապարհի վրա, որտեղ արդեն ավարտվել է շինարարական աշխատանքները։ Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով, կառուցվել է 220 մետր երկարությամբ տուֆապատ ճանապարհ ջրահեռացման համակարգով, ընթանում է ավարտական փաստաթղթավորման փուլը, որպեսզի ճանապարհը հանձնվի կապալառուի կողմից, եւ ճանապարհի կարեւորագույն նշանակությունը կայանում է նրանում, որ թաղամասը լինելով հետ երկրաշարժյան կառուցված թաղամաս, բնակչության տեղաշարժը դժվարանցանելի էր դարձնում գրունտային ճանապարհով։ Հիմա ճանապարհը հիմնանորոգվել է եւ արդեն բնակիչները երթևեկում են բարեկարգված տուֆապատ ճանապարհով, մեծացել է բնակչության տեղաշարժը եւ ավելի ու ավելի նպաստել կենսամակարդակի բարձրացմանը։ Նախատեսվում է թաղամասի շարունակությունը ճանապարհի վերանորոգել 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով, որպեսզի ունենանք ավարտուն տեսք։ Բարև ձեզ, այժմ գտնվում ենք Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցի ներփաստկներից մեկում, որտեղ նույնպես ընթանում է սուբվենցիոն աշխատանքներ, մասնավորապես ընթանում է ճանապարհի տուֆապատման աշխատանք, այստեղ ճանապարհը նույնպես գրունտային էր եւ ինչպես մյուս փողոցներում այստեղ նույնպես ճանապարհը դժվարանցանելի էր եւ հատկապես ձմեռվա եղանակներին շատ դժվարանցանելի։ Ճանապարհի որակը բարելավելու նպատակով նախապես իրականացվել է լուսավորության ցանցի անցկացում, այնուհետև ներկայացվել է սուբվենցիոն ծրագրով ճանապարհի տուֆապատում։ Ճանապարհի տուֆապատման ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի ծրագրով եւ այժմ ճանապարհը գտնվում է ավարտական փուլում, մոտավորապես 1-2 ամսից կունենանք բարեկարգված ճանապարհ, որը ինչպես մյուս փողոցներում այստեղ եւս կնպաստի բնակչության ազատ տեղաշարժին, հարմարավետությանը։ Այս դժվար ռելիեֆում մենք ունենալու ենք բարեկարգված ճանապարհ։ Ճանապարհներն, ինչպես գիտենք, ինչպես մարդու օրգանները, այնպես էլ ճանապարհը կարևորագույն նշանակություն ունեն։ Եթե ունենք բարեկարգված հարմարավետ ճանապարհներ, ապա հնարավոր կլինի զարգացնել մնացած մյուս ենթակառուցվածքները։ Ողջույն սիրելի ժողովուրդ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել Սպիտակ քաղաքի եւս մեկ կարևորագույն փողոց։ Այժմ մենք գտնվում ենք Սպիտակ քաղաքի Փյունիկ թաղամասում, որը գտնվում է քաղաքից մի փոքր առանձնացված հատվածում։ Այստեղ գրեթե ենթակառուցվածքներ չկան, ճանապարհները ոչ մի ճանապարհ վերանորոգված կամ հիմնանորոգված չի եղել։ Երկրաշարժից հետո կառուցված այս թաղամասում միայն ենթակառուցվածքներից ապահովված են գազ, լույս, ջուր, ուրիշ ոչ մի բան։
Երկրաշարժից հետո այստեղի ճանապարհները եւ մնացած ենթակառուցվածքները քիչ-քիչ փորձել են զարգացնել, սակայն որոշ թաղամասը լինելով ծայրամասային շրջանում գրեթե անտեսված է եղել։ Կառուցվել է նոր լուսավորության համակարգ, ամբողջ թաղամասը լուսավորության համակարգով պատված է։ Ձեռնամուխ են եղել նաև կենտրոնական փողոցի հիմնանորոգմանը, տուֆապատման աշխատանքներ են իրականացվել սուբվենցիոն ծրագրով 2024 թվականից։ Կենտրոնական փողոցը կապում է M7 եւ M3 միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները, ունի կարևորագույն կենսական նշանակություն, ճանապարհի երկարակեցությունն ապահովելու նպատակով կառուցվել է նաեւ ջրահեռացման համակարգ, որպեսզի ճանապարհը ունենա ել ավելի երկար կյանք։